Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, ասելիքը իհարկե շատ է, ու մինչև բուն ելույթիս անդրադառնալը ես չեմ կարող իհարկե չանդրադառնալ մի քանի հնչեցված մտքերի, հատկապես պարոն Գաբրիելյանի եւ գործընկերոջս հարց ու պատասխանին, որտեղ պարոն Գաբրիելյանը իրենց իշխանությանը շատ բնորոշ ձեռագրով Կներեք Տիկի Մաթեոսյան, հարգելի գործընկերներ, լռություն դահլիճում որտեղ պարոն Գաբրիելյանը իրենց շատ բնորոշ ձեռագրով ամբողջությամբ լղոզեց հարց ու պատասխանը։ Անդրադառնամ պարոն Գաբրիելյան, ուրեմն երբ որ խոսում ենք Օլիմպ Ավանի մասին, պարոն Հարությունյանն էլ բարձրաձայնեց, Հայաստանի բռնցքամարտի, ծանրամարտի, ըմշամարտի հավաքականների աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններից առաջ մեր հավաքականները հիմնականում իրենց ուսումնամարզական նախապատրաստական մարզումները իրականացնում են Օլիմպ Ավանում եւ այսօր մենք Օլիմպ Ավանին փոխարինիչ չունենք, այլընտրանք չունենք։ Սա նշանակում է, որ կարևոր ելույթներից առաջ մեր մարզիկները չեն կարողանում իրականացնել մարզումներ եւ այս պահին մարզումները կանգնեցվել են։ Ու դուք ձեր ելույթում նշեցիք, ասեցիք 8 տարվա ընթացքում մեր անվանի մարզիկների անունով ուրեմն մի քանի մարզադպրոցներ են բացվել, մինչև ես թվարկեմ, իմ ժամանակը չի հերիքի, պարոն Գաբրիելյան, իմ տեղեկություններով շահագործման հանձնվել է ընդամենը մեկ մարզադպրոց Արմավիրի Ջրառատ գյուղի Սիմեոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցը։ Ես մնացած անվանի մարզիկների անվան մարզադպրոցների մասին փորձեցի տեղեկություններ գտնել, դրանք կամ ժամկետների խիստ խախտումներով են, չեն հանձնվել շահագործման, կամ էլ պարզապես մնացել են թղթի վրա։ Ու ես հիշում եմ 2018-ին իշխանության գալու ժամանակ դուք ասում էիք, որ Հայաստանին պետք է ազգային մարզադաշտ։ Ես կարծում եմ 8 տարին բավարար էր, որ մարզադաշտ այս պահին չունենք։ Ու պարոն Հարությունյան, խոսելով սպորտից, գնահատում եմ ձեր գնահատականը, որ սպորտը շատ կարևոր է մեր երկրի համար, այո, մենք էլ ենք այդպես համարում, ու համոզված եմ, որ տեղյակ եք, որ մեր առաջնորդը 2009-ից 2017 թվականներին առանց որևէ նկրտումներ ունենալու հայկական ըմբշամարտում նվիրատվություն է արել մոտ 12 միլիոն դրամ, որից հետո հայկական ըմբշամարտում դոլար, կներեք, դոլար, այո, որից հետո հայկական ըմբշամարտը ունեցել է աննախադեպ ձեռքբերումներ։ Մենք անկախ Հայաստանի պատմության մեջ ունեցել ենք 2 օլիմպիական չեմպիոն, որից հետո այս նվիրատվությունից հետո է եղել 1 օլիմպիական չեմպիոնը, չեմ խոսում 2 օլիմպիական արտաթե մեդալների մասին, չեմ խոսում 6 ոսկիների մասին աշխարհի առաջնությունում ու չեմ խոսում 8 եվրոպական մեդալների մասին, ոսկե մեդալների մասին։ Տիկին Ղազարյան, անդրադառնալով իմ այն պնդմանը, որ ասել էի, որ ճիշտ չէ հայոց պատմությունը Հայաստանի պատմություն սարքելը, դուք ասեցիք, սա կայսրության պնդում է, մի ասեք այսպես։ Ես ինչքան տեղյակ եմ, աշխարհում կայսրություններ այլևս չկան, Տիկին Ղազարյան, որ կայսրության մասին է խոսքը, թուրքական կայսրության պնդումներն են սրանք։ Ու անդրադառնամ նաև պարոն Եղոյանի պնդմանը, ով եկավ այստեղ կանգնեց ու ասեց, որ այո, պետականամետ, չէ, իշխանամետ կուսակցություններն են պետականամետ եւ իշխանությունն է պետություն։ Ոչ, պարոն Եղոյան, իշխանությունները գալիս ու գնում են, իսկ պետությունը մնում է։ Ինչպես եւ դուք իշխանություն եք, եկել եք, պետքա գնաք, իսկ պետությունը մնալու է։ Անցնեմ բուն ելույթիս։ Այսօր պարոն Գաբրիելյանի տեխնատությունը քննարկելուց ես շատ չէի ուզում ռազմավարություն, հայեցակարգ, չափորոշիչներ, այս գեղեցիկ բառերը օգտագործել, որոնք տարիներ շարունակ լսել ենք այս ոլորտը համակարգող մարդկանցից։ Ու որովհետև ես ուզում եմ այսօր խոսել արդյունքների մասին։ Ու ինչքան էլ ձեր իշխանությունը այս քաղաքականությունը վարում է բարեփոխումներ, արդյունավետ կառավարում, վերակազմակերպում, այս ամեն ինչի հետևում իրական մարդիկ են, պարոն Գաբրիելյան։ Երեխա է, ում գյուղի դպրոցի ճակատագիրը այսօր անորոշ է։ Ուսուցիչ է, ով քաղաքական կարծիք արտահայտելուց հետո մտածում է իր նկատմամբ դիրքորոշումը կփոխվի, թե չի փոխվի։ Դասախոս է, ով 23 տարի մայրբուհում դասավանդել է, իսկ այսօր էլ չի դասավանդելու իր քաղաքական հայացքների պատճառով։ Սպորտսմեններ են, մշակութային գործիչներ են, արտիստներ են, ովքեր իրենց
իշխանամետ չլինելու պատճառով հայտնվել են լուսանցքից այն կողմ։ Հենց այս է պատճառը, որ ես այսօր ունեմ ձեզ հստակ հարցեր։ Ու այո, դուք իմ գործընկերոջը հարցրեցիք, ասեցիք հղում տվեք այն որոշմանը, դպրոցների փակման, դուք ինքներդ այդ հղումը տվեցիք։ Այո, ԿԳՄՍ նախարարի որոշմանը ես կկարդամ 2023 թվականի սեպտեմբերի 11-ի համար 1790 որոշումը, որտեղ սկզբում խոսվում էր 232 դպրոցների մասին, ավելի ուշ 229 դպրոցների մասին։ Ու միայն Շիրակի ու Սյունիքի մարզերում յուրաքանչյուրում 48 դպրոցի մասին է խոսք գնում ու համապատասխանաբար 1622 երեխաների եւ 1053 աշակերտի մասին։ Էլ չեմ խոսում ուսուցիչների մասին, թե ինչքան ուսուցիչ է գործազուրկ մնալու ուսուցչական կազմ 2000-ից ավել։ Ու այո, կրթության նախարարությունը հայտարարեց, որ 2026 թվականին փակվող դպրոցների մասին տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Ուրեմն եկեք բառախաղեր չտանք։ Եկեք չասենք, չեն փակվում, միավորվում են, չեն լուծարվում, իրավաբանական ինքնուրույնությունն են կորցնում։ Ստեղ ամենակարևորը մի հարց է. երեխան գնալու է իր համայնքի դպրոց, թե բնակավայրից բնակավայր է տեղափոխվելու։ Որովհետև Գյուղում ապրող ծնողին հետ չի հետաքրքրում, օրինակ դուք իրավաբանական ինչ տերմինով ես կանվանեք, կասեք, չգիտեմ, վերակազմավորվում, միավորում, իրեն հետաքրքրում է սեպտեմբերին իր երեխան այդ դպրոցի դուռը բացելու է, թե չէ։ Ու այստեղ շատ կարևոր է անդրադառնալ, գործընկերներս էլ անդրադարձան, ես էլ եմ շատ ուզում անդրադառնալ սահմանամերձ ու փոքր գյուղերին։ Որովհետև օրինակ, այո, պարոն Գաբրիելյան, Երևանում շատ հեշտ է կանգնել ամբիոնում ասել 50 հոգանոց դպրոցները լավ դպրոցներ չեն, կամ օրինակ Excel աղյուսակում, մի աղյուսակում գրել դպրոցների անունները, մյուսում ծախսերը, ասել արդյունավետ չի, եկեք փակենք, լավ չի։ Բայց սահմանամերձ գյուղերի համար սա ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է։ Երբեմն այս դպրոցները գյուղում աշխատատեղեր են, երբեմն երիտասարդ ընտանիքներին պահելու միջոց են, երբեմն պետության վերջին ներկայությունն են այս դպրոցներում, ու գիտեք ինչի է կարևոր սահմանամերձ գյուղերում այս խնդրին խիստ անդրադառնալը, որովհետև այս այն տեղերն են, որտեղ Հայաստանի Հանրապետությանը մարդիկ են պետք, պարոն Գաբրիելյան, որտեղից պետությունն է սկսվում, ոչ թե կանգնել ու հայտարարել, որ օրինակ 50 հոգի է, ինչ ենք անում, որ ու երբ որ խոսում ենք ծախսերի մասին, եկեք հասկանանք, որ այդ 50 երեխայի համար պետությունը ոչ թե պետք է կրճատի ծախսերը, այլ պետք է շատ ավելի շատ ծախսի։ Ու այստեղ ինձ շատ հետաքրքիր է ձեր դիրքորոշումը, խնդրում եմ անպայման ձեր եզրափակիչ ելույթում այստեղից կանգնել ու հայտարարել, որ օրինակ ձեզ համար սրանք ռազմավարական խնդիրներ չեն, որ օրինակ յուրաքանչյուր դպրոցի վերամիավորումից առաջ դուք հիմնավորումները կկարդաք, կհասկանաք, որ ժողովրդագրական, անվտանգային ոչ մի խնդիր այնտեղ չունենք։ Ու ես կարող եմ հուշել, Տիկին Գրիգորյանն էլ իր ելույթում ասեց, որտեղից սկսել, օրինակ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում տարել այդ միավորված կրթահամալիրը, որտեղ պետքա բոլոր երեխաները դասի գնան ըստ ջրամբարի եզրին եք կառուցել։ Օրինակ ինձ հետաքրքիր է, թե Դավիթ Բեկից ոնց են երեխաները մի հատ այդ գյուղ հասնելու, համայնք հասնելու, հետո էլ ջրամբարի ծայրին հասնեն, որ գնան դպրոց։ Ու ժամանակը շատ քիչ է, բայց ուզում եմ նաև ապաքաղաքականացման, դպրոցների ապաքաղաքականացմաններ անդրադառնամ, որի մասին այս իշխանությունները գալուց հետո առաջինն էին կորում ու ասում դրա մասին։ Այո, ես համաձայն եմ, դպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ ապաքաղաքական ընդդիմության համար, իսկ իշխանության համար քաղաքական։ 2026 թվականի ընտրարշավի ժամանակ բազմաթիվ դեպքեր գրանցվեցին, երբ որ ուսուցիչները, աշակերտները դասաժամի ժամանակ հայտնվել էին իշխանական քարոզարշավի միջոցառումներին։ Ու երբ որ այստեղից հայտարարում ենք, որ պետք է ապաքաղաքական լինի, ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ գործ ունի իշխանության քաղաքականությունը այս դպրոցների դռներից ներս, կամ որ ասում են, որ եթե ուսուցիչը մասնակցում է ընդդիմության հանրահավաքին, ինքը քաղաքական
Նացված է։ Երբ որ գնում է օրինակ իշխանության միջոցառումներին, սա քաղաքականություն չի, սա քաղաքացիական դասընթաց է կամ չգիտեմ, օրինակ արտադասարանական պարապմունք։ Եկեք ճիշտ կոչենք անունները, սա վարչական ռեսուրսի կիրառում է։ Ու պարոն Գաբրիելյան, ձեր ելույթում անդրադարձեք նաև այս հարցին։ Պատրաստ եք հրավիրել են տնօրեններին, ուսուցիչներին, ովքեր կպնդեն, որ այսպիսի իրենց խնդրել են, իրենց ստիպել են, որ կան այս հավաքներին, ինձ շատ հետաքրքիր է, օրինակ հանձնաժողովները հոմենակ օրենքներ ընդունել քննարկելու համար չեն։ Եկեք հրավիրենք, տեսնենք ինչ պատկեր է։ Ելույթը շատ ավելի երկար էր, 20 վայրկյան եւ ավարտում եմ։ Կուզեի անդրադառնալ մայր բուհում տիրող իրավիճակին, մշակութային գործիչներին, արտիստներին, սպորտսմեններին, որտեղ նույն պառակտման քաղաքականությունն է տարվում, բայց ավարտվեց։ Շնորհակալություն։